Տավուշի մարզի Հովք գյուղի դպրոցի շնորհալի սաներն են, որոնք միշտ գովերգում են հայրենիքը, նաև չեն մոռանում իրենց հայրենի եզերքի, հարազատ բնորանի մասին և դասաժամերին և դպրոցից դուրս։ Կրթօջախը բավականին բարեխնամ տեսք ունի, թեև չեռուցվում է վարելափայտով։ Այստեղ տրանսպորտի հարցը լուծել են փաթեթային տարբերակով։ Գյուղն ունի 3 թաղամաս, ներքևի թաղամասերի երեխաներին միկրոավտոբուսը տեղափոխում է դպրոց, այնուհետ սպասարկում մեծահասակներին, տեղափոխելով Իջևան։ Կեսօրին նրանց հետ է բերում գյուղ և լցվում երեխաներին դպրոցից տուն տանելու գործին։ Գյուղ տանող ճանապարհները անբարեկարգ են։ Գյուղամիջյան ճանապարհի մի հատվածը տուֆապատվել է, խնամված տեսք ունի։ Սուբվենցիոն ծրագրով նախատեսված է բարեկարգել ևս 1 կիլոմետր հատված։ Մենք ամեն տարի խճապատում ենք մեր գյուղամիջյան ճանապարհները, ջրահեռացման համակարգ մաքրում, ինչքան հնարավոր անում ենք, ուղղակի դե սելավների պատճառով հասկանալի է, գյուղի դիրքը բարձր է, մոտ 5 կիլոմետր թեքություն բարձր ենք մենք միջպետական ճանապարհից։ Սելավների պատճառով լրիվ մեր արածը ջուրը տանում, ասենց ասենք։ Այս քարելը լավ են արել ապրեն, բայց դրան հետո ավտոն գարնում ռեխանցմար, իսկի իրան չի արցնում։ Ամենակարևորը մեր առաջնահերթ ճանապարհի խնդիրն է, ամենակարևորը։ Հետո ունենք մեզ մշակույթի պալատ չունենք, հանդիսությունների սրահ չունի գյուղին։ Այդ խնդիրն է։ Եվ ջրահավաքավազան, որ մաքրվի, ֆիլտրացվի ջուրը, այդ չունենք։ Մեր ինքնահոսը 24 ժամյա մեր ջուր ունենք, բայց ինքնահոսա ու չունենք այդ ջրահավաքավազան, որ ֆիլտրացվի ջուրը։ Հովքի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Հետաքրքիր է, որ այս բնակավայրում մեծ թիվ են կազմում ձիերը և տարբեր վայրերում անընդհատ հանդիպելով երամակներին, առաջին հայացքից էլ պարզ է դառնում, որ շատերն այստեղ զբաղվում են ձիաբուծությամբ։ Գյուղում նաև ջերմատնային տնտեսությունների զարգացման միտում կա։ Պոմիդոր ենք ցանել էլի։ Ես վարունգ եմ ցանում, կինս վարունգ է ցանում, լավ էլ օգտվում ենք։ Աշխատողը միշտ էլ կօգտվի էլի։ Եթե լավ աշխատես, վիզ դնես, ամեն բան էլ կստանաս։ Հովքեցիները կպած մնալով իրենց հողին ապացուցել են, որ հնարավոր է արարել և լավ ապրել նաև սեփական հայրենիքում։ Արտագաղթ եղել է 90-ականներին, հիմա չեն հեռանում, ոմանք մեկնում են արտագնա աշխատանքի և վերադառնում։ Գյուղը լքել են 90-ականներին, 90-ից 97-8 թվականներին, մի քիչ շատ էր արտագաղթը։ Այս ժամանակահատվածում արտագաղթ չկա, ուղղակի գնում են արտագնի աշխատանքի, հետ են գալիս։ Վերջին տարիներին այս կողմերում ավելի ու ավելի շատ են զբոսաշրջիկներ հայտնվում և գյուղական, ընտանեկան ու ընկերական միջավայրը նախընտրողները և ակտիվ հանգստի սիրահարները, որոնք մնում են վրաններում, վայելելով լեռների ու սարերի վեհությունն ու մաքուր օդը։ Ճիշտ ասած նոր է սկսում հայտնի դառնալ տուրիստական բանով։ Ունենք Քարիլիչ, տուրիստական կենտրոն, ունենք մեզ ամենափրկիչ մատուռ, որը վերջին տարիներին հայտնաբերեցինք, բարեգործի մեր Էդուարդի միջամտությամբ։ Հյուրատներն արդեն սկսել հիմա շատանալը, որ չունեինք ժամանակին, մի 4-5 տարի կլինի, որ արդեն սկսել են հյուրատներ մարդիկ մեկը մեկին նայելով, զգում են, որ ավելի ճիշտ է հյուրատան բիզնեսով զբաղված։ Իսկ գալիս են տուրիստներ։ Հա։ Հիմնականում արտասահմանից։ Հովքից ոչ հեռու գտնվում են Աղջկաբերդը և Բագրատունիներ արքայատոհմի կհակալման տարաշրջանի Մանթաշ ամրոցի ավերակները։ Բնական ու պատմական տեսարժան վայրերից բացի, զբոսաշրջիկների մոտ այստեղ ևս մեկ անգամ այցելելու ցանկությունը առաջին հերթին առաջ են բերում տեղի հետաքրքիր և հյուրընկալ մարդիկ։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Տավուշի մարզ, գյուղ Հովք։